Էջմիածնի եւ վեհապարի շուրջ եւ այսօրվա այս հոց ներկայությունը նաեւ նույնպես դրա դրսեւորումն է, որ հավաքական ժողովրդի ազգի այսպես անհանգստության դրսեւորումն է, քանի որ թիրախավորվում են մեր պետությունը, մեր Սուրբ եկեղեցին եւ մեր ինքնության կարեւոր այսպես ասած տարրերը։ Դրա համար կարծում եմ, որ մեր ներկայությունը այստեղ նաեւ ունի ոչ միայն հոգևոր նշանակություն, այլև քաղաքացիական նշանակություն, քանի որ ամեն քաղաքացու պարտն է կանգնել պետականության կողքին, որի ամենակարևոր պաշտպանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնն է։ Իշխող ուժը մեր Սուրբ Էջմիածնի տոնը չի շնորհավորում, բայց Կուրբան Բայրամն է շնորհավորում, ինչ կասեք։ Իշխող ուժը այնքան տարօրինակ բաներ է արել եւ հակազգային ու հակապետական իր 7 տարվա գործունեության ընթացքում, որ մենք ուղղակի կարող ենք թվարկել դրանք, այլևս վաղուց չզարմանալով այդ երևույթներից, այնպես որ այս ուժի պարագայում դրանք սպասելի է օրինաչափ են։ Ամեն դեպքում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է ձեր նշած այդ ինքնությունից պետք է ըստ անհրաժեշտության նաև հրաժարվել, այդ հայրենասիրությունից այսպես կոչված, ինչպես ինքն է բնորոշում, պետք է հրաժարվել հանուն նոր իրողությունների, նոր զարգացումների, որովհետև տարածաշրջանը այսօր փոխվել է եւ պետք է հաշվի նստել նաև հարևանների հետ։ Գիտեք, պրագմատիզմի քողի ներքո ազգային իր ինքնասիրությունից, ազգային կարմիր գծերից նահանջելը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Հայրենասիրությունն ու պրագմատիզմը իրար հակադիր չեն, այլ ընդհակառակը իրար շատ համահունչ են, որևէ մեկը չի ասում այս ստեղծված իրողությունները հաշվի չառնել եւ չգիտեմ ծովից ծով Հայաստան հենց հիմա կամ վաղը պահանջել, բայց որևէ այլ օտար պետություն, հատկապես արևելքում, չի կարող հարգել մի պետության, մի ազգի, որը շատ արագ նահանջում է իր համար կարևոր սրբություններից, պետական, ազգային կարևոր ինքնութենաստեղծ գծերից։ Այնպես որ այդ կեղծ պրագմատիզմի քարոզը կարծում եմ հերթական պոպուլիստական ոճն է այս իշխանությունների, որով փորձում են ապացուցել այն, որ կամ փորձում են քողարկել այն, ինչը կոչվում է թուրքական նախապայմանների սիրահոժար կատարում իրենց կողմից։ Գուցե անդրադարձել եք, չգիտեմ, ուշ միացա։ Փաշինյանը ասում էր, որ Թուրքիայի հետ բանակցությունները, հարաբերությունները սկսում են զրոյական կետից։ Սա ինչպես կմեկնաբանեք որպես թուրքագետ։ Նոր է այդ, չի կարող զրոյական ինքը կարող է տարբեր անգամներ հայտարարել է զրոյական կետից սկսել եւ տեսել ենք, որ այդ զրոյական կետերը շատ հաճախ ավարտվում են մեր համար ողբերգություններով, կործանումներով։ Թուրքիան ինքը չի կարող սկսել զրոյական կետից, քանի որ թուրքական նախապայմանների հիմքը դրվել է 90-ականներին եւ իրենք շարունակում են, Էրդողանը շարունակում է այն, ինչ որ դրված է եղել 90-ականների սկզբից։ Այնպես որ Փաշինյանի հայտարարությունները հենց կտրված են աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կոնտեքստից եւ կտրված են Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր այսպես ուղղություններից ու առաջնահերթություններից, քանի որ թուրքական պահանջները, որոնց մի մասը ինքը սիրահոժար կատարել է, անփոփոխ են սկսած 90-ականներից։ Ինքը իր զրոյական կետով երևի թե գտնվում է ընկալում ունի միայն իր եւ իր այսպես նեղ խմբակի կողմից։ Ամեն դեպքում հայ համայնքի հետ իր հարց ու պատասխանի ընթացքում անդրադառնալով այդ մշտամնա պահանջներին թուրքական ասած ինչ կա, որ ճանապարհ տանք, իրենք էլ օգտվեն, մենք էլ օգտվենք, թուրան եք ասում, խանգարում եք իրենց հանգիստը։ Դրանք ապացույցն են այն բանի, որ նա չի պատկերացնում աշխարհաքաղաքական իրողությունները եւ վտանգները, թուրան ասելը դա մոտ 100 տարվա, 150 տարվա թուրքական ծրագիր է եւ այդքան պրիմիտիվ գնահատական տալ, որ դա ընդամենը ճանապարհ է, ցույց է տալիս, որ տվյալ անձը կամ չի պատկերացնում, կամ փորձում է իր հերթական սպասվող զիջումը քողարկել այդպիսի պարզունակ գնահատականներով։ Թուրանը դա ոչ թե ճանապարհ է, այլ դա մի ամբողջ պրոյեկտ է, որի կոնտեքստում Հայաստան պետականություն չի կարող գոյություն ունենալ, եւ այն պարզունակ ներկայացում, որ դե ուզում են ճանապարհ թող տանք, անցնեն եւ այլն, ախր իրենք ճանապարհ չեն ուզում։ Դու քանի անգամ հայտարարել ես, որ ճանապարհ պատրաստ ենք տալ, թուրքական եւ ադրբեջանական կողմը ասել է ոչ, մենք ուզում ենք կոնկրետ այս հատվածով չվերահսկվող միջանցք, իրենք ճանապարհ չէ, որ ուզում են, միջանցք են ուզում, իսկ միջանցքի գոյությունը դա ուղիղ համեմատական է Հայաստանի պետության գոյության հետ։ Եվ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ
նաև մնացած այսպես հայտարարությունները, որ ես ինչ-որ պահանջներ չունեմ, սա Արևմտյան Հայաստանը չի Թուրքիան եւ այլն, փորձում էր եւս մեկ անգամ իր այդ պրագմատիկ գործի կերպարը ամրապնդել, որը մասնագետների աչքով շատ արագ խոցելի է դառնում։ Շնորհակալություն։